Հունվարի 21-ին ուժի մեջ է մտել ԱՄՆ իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումները 75 երկրների քաղաքացիների նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են վիզային գործընթացներին։ Այդ երկրների մեջ է նաև Հայաստանը, եւ այսօր պարզաբանելու համար որոշ մանրամասներ, թե ում է դա վերաբերվում, ինչ կարգի վիզաներին եւ ինչ պետք է անեն մարդիկ, ովքեր արդեն այդ process-ների մեջ են, պիտի խնդրենք պարզաբանել Թեյմինա Ավագյանին, միգրացիոն հարցերով փաստաբան։ Ողջույն Թեյմինա, եւ շնորհակալ եմ, որ հերթական անգամ ձեր ժամանակը տրամադրեցիք մեզ։ Ողջույն Արթուր։ Եվ այսպես 75 երկիր եւ Հայաստան դրանց մեջ ինչ վիզաների մասին է խոսքը։ Մենք գիտենք, որ տարբեր վիզաներ կան եւ մեր հայրենակիցները հատկապես շատ-շատերը արդեն իսկ այդ գործընթացների մեջ կամ անցել են, կամ նոր պիտի անցնեն, կամ մտածում են անցնել։ Խոսքը վերաբերվում է միգրացիոն վիզաներին, այսինքն այն վիզաներին, որը ստանալուց հետո մարդիկ գալիս են ԱՄՆ եւ ստանում են green card, այսինքն մշտական բնակության իրավունք են ստանում։ Այս պահին ոչ միգրացիոն վիզաները, այսինքն տուրիստական վիզաները, ներդրումային վիզաները կամ այլ կատեգորիայի վիզաները, որոնք ներգաղթային վիզաներ չեն, դրանց չի վերաբերում եւ մարդիկ դեռևս կարող են այդ վիզաները ստանալ։ Տուրիստական վիզան արդեն սովորականի պես իրենք կարող են գնալ եւ ստանալ, որովհետեւ սահմանափակում չկա։ Որևէ սահմանափակում չկա այդ մասով։ Իսկ խստացումներ կան, արդյոք օրինակ հարցազրույցի ընթացքի հետ կապված կամ հետագայում ինչ որ նաև ֆինանսական այդ բոնդերի եւ այլն, որտեղ որոշ երկրների նկատմամբ, օրինակ, եթե չեմ սխալվում, Բանգլադեշի նկատմամբ $75,000, եթե չեմ սխալվում, այդպիսի պայմաններ են առաջ քաշում, որպեսզի ստանան։ Իհարկե վերադարձում են այդ $75,000, երբ որ քաղաքացին վերադառնում է իր երկիր։ Այդպիսի բան կա Հայաստանի նկատմամբ, թե ոչ։ Հայաստանի քաղաքացիները դեռևս չպետք է վճարեն գրավ, այսինքն նման փոփոխություններ նրանց մասով չկա, իսկ խստացումների մասով որևէ պաշտոնական հայտարարություն չկա։ Իհարկե ընդհանուր մթնոլորտը հաշվի առնելով ակնկալում եմ, որ խստացումներ կլինեն, քանի որ ընդհանուր բոլոր process-ները խստացել են, ենթադրում եմ, որ տուրիստական վիզաների մասով էլ հնարավոր է խստացումներ լինեն։ Այո, տուրիստական մասով պարզ է։ Հիմա անցնենք այլ տեսակի, մինչև ուրեմն միգրացիոն վիզաներին, նաև կա այսպես կոչված աշխատանքային վիզա։ Այդ վիզաների ստացման գծով կամ H1, H2, հա, այդպիսի տարբեր տեսակի վիզաներ կան, որոնք վերաբերում են բիզնեսին, ասենք, այդ ոլորտում ինչ նորություն կա, արդյոք խստացումներ կան կամ ընդհանրապես չեղարկումներ կան։ Աշխատանքային վիզաները բաժանվում են երկու կատեգորիայի, մի մասը դրանք միգրացիոն վիզաներն են, EB կատեգորիայի վիզաները, EB1 կատեգորիայի վիզաները, EB2, EB3, դրանք միգրացիոն վիզաներն են, այսինքն այն վիզաները, որոնք տանում են green card-ի, եւ բնականաբար այդ վիզաների մասով եւս որոշումը վերաբերում է դրանց եւ սառեցված են այդ վիզաները, իսկ մյուս վիզաները, որոնք չեն տանում green card-ի, սակայն աշխատանքային վիզաներ են, օրինակ H1-1-ը եւ մնացած այլ վիզաները, O1-ը, P վիզաները, դրանք սառեցված չեն եւ մարդիկ դեռևս կարող են դիմել եւ ստանալ այդ վիզաները։ Հիմա գանք ամենակարևոր թիրախին, Թրամփի ադմինիստրացիան բնականաբար թիրախավորում է միգրացիոն նպատակներով Միացյալ Նահանգներ եկողներին, ովքեր որ գալիս են մնալու նպատակով։ Հիմա, այսինքն ընդհանրապես դադարեցվել է, թե ժամանակավորապես սառեցվել է այդ վիզաների տրամադրումը։ Սառեցված է անժամկետ, ժամկետներ չեն նշվում եւ հստակ չէ արդյոք այդ վիզաները կվերականգնվեն թե ոչ։ 75 երկիր ինչ չափանիշներով են այդ երկրներին ընտրել, ինչ կարող եք ասել այդ մասին։ Ըստ պաշտոնական հայտարարության դրանք այն երկրներն են, որոնց բնակիչները առավել շատ են օգտվել պետական աջակցության ծրագրերից, այսինքն նպաստներ են ստացել եւ ըստ վարչակազմի նրանք ստացել են այն գումարները, որոնք պետք է ստանային ԱՄՆ քաղաքացիները։ Իհարկե սա վարչակազմի դիրքորոշումն է։ Այո, եթե չեմ սխալվում, այդպիսի մի ցուցակ հրապարակվեց, որտեղ հայերը ստանում են 62%, հայերի 62%, Հայաստանից եկածների, այդպես ասենք, լավ, որտեղ կարող է հայ չլինել։ 62%-ը ստանում են նպաստներ, տարբեր բենեֆիտներ պետությունից, դա է պատճառը։
Այո, պատճառը դա է ըստ վարչակազմի հայտարարության, դա պատճառ է, իհարկե ես դա պատրվակ եմ որպես դիտարկում, քանի որ մենք տեսանք, ինչպես 2025 թվականի հունվարից սկսած փակվում են տարբեր ծրագրեր, տարբեր միգրացիոն ծրագրեր, դա Green Card-ի խաղարկության ծրագիրներ, դա փախստականների վերաբնակեցման ծրագիրներ, այս պահին չեմ մտաբերում, բայց բավականին շատ ծրագրեր փակվեցին եւ պատճառաբանությունը նա էր, որ որևէ հանցագործություն է կատարել եւ այդ մարդիկ եկել էին այս ծրագրերով, եկեք փակենք ծրագրեր, այսինքն իմ տեսանկյունից դրանք արհեստական պատճառներ են եւ քանի որ այս դեպքում գործ ունենք պոտենցիալ ընտրազանգվածի հետ, այսինքն ԱՄՆ քաղաքացիների հետ, որոնց շահերը առավել շոշափում է, քանի որ գաղտնիք չէ, որ այդ ընտանիքի վերամիավորման ծրագրերով դիմում են ԱՄՆ քաղաքացիները եւ այս բարակայում, երբ որ դադարեցվում են միգրացիոն վիզաները, այստեղ խախտվում են նրանց շահերը եւ այդ զանգվածին լրացնելու եւ համոզելու համար առաջ է քաշվել այս վարկածը։ Ես ինքս փորձել եմ գտնել սկզբնաղբյուրը, որտեղ է այդ նյութը, որտեղ որ ասվում է, որ այս երկրները օգտվել են, ինչ հիմքով է այդ հետազոտությունները կատարվել, ինչքան արժանահավատ է, ես չեմ կարողացել համենայն դեպս գտնել այդ սկզբնաղբյուրը։ Դե իշխանությունների երևի տվյալներն են դրանք, բայց ամեն դեպքում լավ տարածվել է, հրապարակվել էր, բարեբախտաբար Հայաստանը առաջին տասնյակում չէր, բայց երկրորդ տասնյակում էր, այդպես ասենք, օգնությունների վրա նստած համայնքների մեջ։ Տեսեք, այստեղ իհարկե հստակ չէ, թե ինչպես է դա ուսումնասիրությունը ինչպես է կատարվել, ինչքան ճիշտ է, ինչքան ճշգրիտ է, այնուամենայնիվ ես վերապահումով եմ մոտենում այդ հայտարարությանը։ Շատ լավ։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչ է սպասվում մարդկանց, որոնք խոսքը գնում է նրա մասին, որ նոր վիզաներ չեն ընդունվում, նոր դիմումներ չեն ընդունվում, չէ՞։ Ոչ, դիմումները շարունակվելու են ընդունվել, հարցազրույցներ լինելու են, սակայն հարցազրույցի ավարտից հետո վիզաներ չեն տրամադրվելու, այսինքն նրանց ըստ ամենայն հավանականությամբ կտրամադրվեն մերժումներ, որտեղ կնշվի, որ այսինչ օրենքի համաձայն դուք չեք կարող մոտ գործել ԱՄՆ-ում։ Ես չեմ հասկանում տրամաբանությունը իրոք, որովհետև մարդիկ ծախսում են գումարներ, այնտեղ պետական տուրքեր կան բավականին մեծ, մարդիկ բժշկական զննություն են անցնում, փաստաթղթեր են հավաքում, դիմումներ են ներկայացնում եւ ըստ էության շարունակվում է հարցազրույցների գործընթացը, սակայն հարցազրույց անցնելուց հետո պարզապես մարդիկ չեն կարողանա ստանալ վիզաներ եւ գալ ԱՄՆ։ Այդ տրամաբանությունը կամ միգուցե պետք է սպասեն երկար մինչեւ այդ կարգը փոխվի։ Ամեն դեպքում տրամաբանությունից հեռու, եթե չեք տալու, ինչի եք ընդունում հարցազրույցի, ինչու եք ընդունում դիմումը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր արդեն այդ գործընթացի մեջ են, ասենք մեկը դիմել է, ենթադրենք կնոջ նոր ամուսնացած կնոջը բերելու, մյուսը ամուսնուն բերելու, ծնողին բերելու, երեխային բերելու եւ ընթացքի մեջ է։ Ինչ է այդ մարդկանց սպասում, արդյոք դրանց վրա է տարածում ինչ-որ նոր խստություններ։ Այո, եւ ընթացիկ դիմումները եւ նոր մուտքագրվող դիմումները այս սահմանափակմանը ենթակա են, այսինքն կապ չունի թե մարդը երբ է դիմել, միևնույն է նրան վիզա չի տրամադրվելու։ Ովքեր որ գտնվում են Ամերիկայից դուրս։ Ովքեր գտնվում են Իսկ եթե նրանք արդեն ներսում են, ովքեր գտնվում են Ամերիկայի ներսում, դեռևս այս պահին որևէ փոփոխություն չկա, նրանք կարող են դիմել եւ ստանալ Green Card-ը, այնպես որ մարդիկ պետք է շտապեն եւ դիմեն իրենց ընտանիքի անդամների հետ վերամիավորվելու համար, քանի որ չեմ բացառում, որ այս առումով էլ փոփոխություն լինի։ Իսկ քաղաքական ապաստանի դիմողները արդյոք իրենց դիմումները ընդունվելու են, թե ոչ։ Որտեղ դրանք մի քիչ այլ կատեգորիայի մեջ են մտնում, չէ՞։ Այո, դրանք այլ կատեգորիայի մեջ են, շարունակվում են ընդունվել, այստեղ եւս փոփոխություններ կան, քանի որ դիմումները ընդունվում են, հարցազրույցները արվում են, սակայն հարցազրույցների ավարտից հետո որոշում չի տրամադրվում։ Այսինքն այստեղ եւս անտրամաբանական գործընթաց է, քանի որ process անցնում է, սակայն որոշում մարդը չի ստանում։ Այո։ Շատերը նաև մեր խմբագրությունից են հետաքրքրվում եւ նաև դրանով է նաև պայմանավորված այս մեր հարցազրույցը, որ դիմել են 5 տարի եւ սպասում են այստեղ։ Գործընթացը առաջ չի գնում։ Հիմա ինչ որ այսպես մարդիկ վախենում են նույնիսկ ինչ որ քայլեր ձեռնարկել
նոր դիմում ուղարկել կամ չգիտեմ դիմել քաղաքացիության, ինչ խորհուրդ կտաք այդ մարդկանց։ Դիմել են ինչ process-ներով ընտանիքի Ընտանիքի, վերամիավորման։ այո, քաղաքական, տարբեր кейսերով։ Եթե գործընթացը տեղից չի շարժվում, ես առհասարակ խորհուրդ եմ տալիս զանգահարել, դիմել ձեր տարածքի կոնգրեսմեններին, այսինքն պետք է ակտիվ գործողություններ ձեռնարկել։ Իհարկե յուրաքանչյուր գործ անհատական է եւ անձը պետք է քայլեր ձեռնարկելուց առաջ անպայման խորհրդակցի փաստաբանի հետ։ Այո։ Գիտեք ինչի, որովհետեւ մարդիկ մտածում են, այսպես ասած, չխառնենք, թող գնայինք Իրանով, մտածում են, որ կարող է զանգել լրացուցիչ կամ լրացուցիչ փաստաբանի ներգրավումը կարող է ավելի բարդացնել իրավիճակը եւ ի վերջո կարող են մերժել։ Այդպիսի վտանգ կա։ Ոչ, Այսինքն փաստաբան մատներս բզեզի բունը չմտցնենք, չխառնենք, թող ինք Իրանով գնա process-ը։ Փաստաբանի ներգրավվածությունը ինքնին մերժմանը չի բերում, հակառակը շատ բարձրացնում է անձի շահելու հավանականությունը, որովհետև անձը չունի այն գիտելիքները, հմտությունները, բնականաբար չունի, որոնք անհրաժեշտ են արդյունավետ գործը առաջ տանելու համար։ Սակայն ճիշտ ես նկատել, որ անձինք ձեռնպահ են մնում եւ չեն ցանկանում իրենց գործը սկսել, շարունակել, ոչ թե սկսել, այլ շարունակել եւ խթանել այս վարչակազմի օրոք եւ շատերը գերադասում են սпасել միգուցե վարչակազմի փոփոխությունը, ակնկալելով, որ վարչակազմի փոփոխությունը դրական ազդեցություն կբերի։ Այսինքն կարող են վերանայել բոլոր որոշումները, այդպես են մտածում։ Նման թյուր կարծիք կա։ Ինչ ընթացքի մեջ են դեպորտացիաները, ինչ նորություններ կան այս ոլորտում։ Այսը կարծես թե հեռացավ, այսինքն որոշակի թուլացավ ճնշումը Լոս Անջելեսի վրա, այդպես է թե առաջին տպավորությունն է։ Ոչ, ես չէի ասի, որ այդպես է, քանի որ ես դեռևս լսում եմ, որ շատերը ձերբակալվում են, հատկապես եթե գնում են այս օֆիցերի հետ հանդիպման, այնտեղ եթե անձը ունի խնդիրներ, ունի նախկին դեպորտացիա կամ ունի որևէ քրեական որևէ հանցագործություն է կատարել, այդ դեպքերում ձերբակալություններ տեղի են ունենում։ Ինչու՞ չէ շատ վայրերում նաև այն անձինք, ովքեր գնում են ընտանիքի վերամիավորման հարցազրույցների, ամուսինը դիմել է կնոջ համար կամ երեխան դիմել է ծնողի համար, ներկայանում են հարցազրույցի եւ այնտեղ այդ շատ դեպքերում նաև այդ իրավիճակներում է ձերբակալություններ լինում, այնպես որ ես չէի ասի, որ հանդարտվել է։ Թեմինա մի հարց տամ, քրեական անցյալը կարող է հիմք հանդիսանալ, որ մարդուն օրինակ դեպորտ անեն Միացյալ Նահանգներից, անկախ նրա կարգավիճակից green card holder կարող է լինել կամ նույնիսկ քաղաքացի, այդպիսի դեպքեր արձանագրվել են։ Իհարկե, բազմիցս։ Այսինքն քաղաքացուն կարող են զրկել քաղաքացիությունից եւ ուղարկել իր երկիր։ Այո, իհարկե։ Հիմա ասեմ ավելին, առաջ է քաշվել նախագիծ, ըստ որի անձին կարող են նույնիսկ եթե մեղադրանք է առաջադրվել, նաև այդ դեպքում եւ ճամփորդում է, կարող են թույլ չտալ մուտքը ԱՄՆ, այսինքն այստեղ պարտադիր չէ որ լինի արդեն իսկ հաստատված հանցագործություն մեղադրանք առաջադրելը միգուցե եւ բավարար լինի, այնպես որ վտանգավոր ժամանակներն եւ բոլորին խորհուրդ եմ տալիս ճամփորդելուց առաջ անպայման խորհրդակցել փաստաբանի հետ։ Որովհետեւ վերջին շրջանում կարծես թե մեր համենք մենք մեկ այլ փաստաբան հետ քրեական գործերով փաստաբանի հետ ակին քննարկեցինք այդ հարցը, նաեւ հայկական համայնքներ թիրախավորվել հենց այդ նույն ուրեմն առողջապահական ոլորտի ֆրոդների հետ կապված, խարդախությունների հետ կապված եւ կարծում եմ առաջիկայում նմանատիպ ուրեմն գործողություններ շատ են լինելու, այդ թվում նաև հայերի նկատմամբ եւ կարող են ուղղակի կարգավիճակից զրկել այդ մարդկանց։ Ինչ խորհուրդ կտաք։ Այո, չեմ բացառում, որ դա տեղի ունենա։ Նման դեպքերում անձը շատ դեպքերում ունի պաշտպանության մեխանիզմներ, որոնց մասին տեղյակ չէ եւ ցավոք սրտի նրանք իմանում են այն բանից հետո, երբ արդեն իսկ ամեն ինչ ավարտված է եւ շատ ափսոսանքով են մոտենում եւ շատ հաճախ լսում եմ, այ եթե վաղուց իմանայինք, այսպես չէր լինի, այնպես որ խորհուրդ եմ տալիս, որպեսզի փաստաբանը ներգրավի անմիջապես, նույնիսկ եթե դուք ձեր նկատմամբ որևէ
դեպորտացիոն process սկսված չէ, սակայն դուք ունեք խնդիրներ, ես խորհուրդ կտամ, որպեսզի անձը ունենա փաստաբան եւ հիմա շատերը դիմում են մեր գրասենյակ, ասում են կնքենք պայմանագիր այն դեպքի համար, եթե այս օզենա մեզ ձերբակալի, մենք իմանանք, որ ունենք փաստաբան եւ նախապես այո, կստանանք աջակցությունը։ Եվ մի թեմայի մասին մեր նախորդ զրույցում ուրեմն անդրադարձանք, դա դեկտեմբերի վերջին նոր համակարգ էր ներմուծվել սահմանների վրա, որով բիոմետրիկների միջոցով, այսինքն եթե մարդը green card holder-ը եւ դուրս է եկել Միացյալ Նահանգներից, բայց հայտնի չէ թե երբ, ինչ որ խնդիրներ էր ունենում, ինչ նորություն կա այս գծով արդեն կան խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներ հատկապես, ովքեր որ վերադարձել են եւ նրանց նկատմամբ ինչ որ խոչընդոտներ է առաջացրել, օրինակ կարող են ասել դուք 6 ամսից ավել եք մնացել Մեքսիկոյում կամ, չգիտեմ, մեկ ուրիշ երկրում։ Ոչ, ես չեմ լսել նման դեպքեր, ասեմ ավելին, դեռևս չի հայտարարվել արդյոք այդ մեխանիզմը լիովին դրվել է թե ոչ, այսինքն պաշտոնական հայտարարություն այդ մասով չկար, ասվել էր նախապես, որ դեկտեմբերի 26-ից կգործարկվի այդ մեխանիզմը, բայց դեռևս հայտարարված չէ արդյոք գործարկվել է թե ոչ եւ եթե գործարկվել է ինչ չափով։ Այո, ես որքանով այդպես ամերիկյան մամուլը ուսումնասիրելով հասկանում եմ, այնտեղ նոր տեխնոլոգիա է դրված, որը Palantir այդպես է կոչվում, տեսա խցիկների միջոցով կարող են վայրկյանների ընթացքում ամբողջ background check անել, այսինքն մարդու ամբողջ պատմությունը, նույնիսկ եթե 10 տարի առաջվա իրենց tax return-ը կարող են անել վայրկյանների ընթացքում այդ process-ը ընթանում է, թե որքանով է աշխատում չգիտենք, բայց վերջին անգամ օրինակ երբ որ ես եկա Լոս Անջելեսի օդանավակայան, այնտեղ չկար, ես չհանդիպեցի էմիգրացիոն օֆիցերի, ընդամենը տեսա խցիկ էր եւ դա բավարար էր, որպեսզի դուռը բացվի եւ մուտք գործենք։ Հիմա թերևս դրան են անցնում։ Եվ վերջում, եթե ինչ որ թեմա մենք բաց թողեցինք, կխնդրեմ լրացնեք եւ ամփոփենք։ Կուզեմ անդրադառնալ պաշտպանության մի տեսակի, որը կոչվում է habeas corpus, որի մասին քչերը գիտեն, դա մի գործիք է, երբ անձին ձերբակալում է, այսը պետությունը ստիպված է լինում դատարանին պարզաբանում տալ արդյոք այս անձի կալանավորումը օրինաչափ է թե ոչ, այսինքն habeas corpus-ի դիմելով մենք կարողանում ենք անձին ազատ արձակել, հասնել նրան, որ անձը ազատ արձակվի կալանքից եւ կամ գոնե ունենա բոնդի լսում։ Սրա մասին քչերը գիտեն, մեր հայրենակիցները իրազեկված չեն, շատերը շատ երկար սպասում են։ Habeas, դա ինչ է։ Habeas corpus։ Կարող եք բացել դա ինչ է։ Դա հայց է, որը ներկայացվում է դաշնային դատարան եւ դրա նպատակն է դատարանը պարզի, որպեսզի հասկանա արդյոք այս անձի կալանքը օրինաչափ է թե ոչ, այսինքն այստեղ կառավարությունը պետք է հիմնավորի եւ ապացուցման բեռը պետությանն է պետք է հիմնավորի, որ այս անձի կալանքը օրինական է եւ մեծ մասամբ դեպքերում այդպես չէ։ Այո, մարդիկ իրազեկված չեն։ Այսինքն կարող են ձեզ դիմել եւ այդ հարցով կարող եք նաեւ իրենց օգնել։ Այո, շատերը տեղյակ չեն եւ շատ երկար սպասում են, մտածելով, որ այլ տարբերակ չունեն, սակայն իրականում դա շատ արդյունավետ գործիք է եւ շատերը նույնիսկ նախապես են դիմում եւ այդ պայմանագրերը կնքում են, որպեսզի անհրաժեշտության դեպքում ունենան պաշտպանվածություն։ Շատ շնորհակալություն Թեմինա, ինչպես միշտ մանրամասների հետաքրքիր զրույցի եւ նաեւ օգտակար տեղեկությունների համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, իմ զրուցակիցը ԱՄՆ միգրացիոն հարցերով փաստաբան Թեմինա Ավագյանն է, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։